ծխախոտը եւ վարիկոզը։ Ծխելը վնասում է երեխային։ Իհարկե, ինչպես նշեցի, ծխելը նույնպես վնասում է անոթի ներսի շերտը, առաջացնելով միկրոտրավմաներ, քայքայելով արդեն կլապանային, այդ փականային համակարգը եւ թույլ չի տալիս, որ փականները նորմալ փակվեն իրենց ֆունկցիան կատարելու համար։ Եվ փաստորեն ծխող մարդիկ, ովքեր ունեն վարիկոզ, իրենց մոտ կարող են նկատվել ինչ բարդություններ։ Իդեպ նշեմ, որ ծխախոտամոլության դեպքում այստեղ հաջորդ բարդությունը, հաջորդ խնդրի հետ ենք մենք գործ ունենում, չէ՞ որ մենք արդեն ունենք լայնացած անոթներ, խոսքը վերաբերվում է հատկապես վարիկոզով հիվանդներին։ Չնայած այս խնդիրը կարող է առաջանալ նույնիսկ նրանց մոտ, ովքեր չունեն անգամ վարիկոզ, այսինքն ծխի ազդեցության տակ մակարդելությունը նույնպես փոխվում է եւ հավանականությունը, որ կարող են այս լայն անոթներով կամ նորմալ անգամ անոթներով առաջանալ տրոմբ, խիստ բարձրանում է եւ արդեն տրոմբի հետագա բարդությունները խիստ հավանական են այս մարդկանց մոտ։ Ինչպես ճանաչել տրոմբը։ Տրոմբը շատ հաճախ, բայց ոչ միշտ առաջացնում է շատ տիպիկ գանգատներ։ Այս մարդիկ միշտ նշում են ոտքս գետնից կտրվեց, այս արտահայտությունը շատ բնորոշ է իրենց դեպքում, այսինքն մարդն այլևս քայլելիս շատ սուր ցավեր է ունենում եւ չի կարողանում ոտքը գետնին դնել։ Խորանիստի դեպքում ոտքը կրկնակի եռակի մի ոտքը լայնանում է մյուս ոտքից, գույնը փոխվում, դառնում կարմրա մանուշակագույն, մաշկի գույնը եւ իհարկե առաջանում շատ սուր ու կտրատող ցավեր։ Եթե ենթամաշկային երակն է բորբոքվել ու տրոմբվել, ապա այս դեպքում մենք տեսնում ենք համապատասխան հատվածում մաշկի վրա կարմրածություն ձեռ տալիս, կոշտ է եւ խիստ ցավոտ։ Եվ նույնիսկ հնարավոր է, եթե բորբոքումը շատ տարածվի, նաեւ մարդը ջերմի։ Եվ այս դեպքում իհարկե շտապ պետք է ձեռնարկել համապատասխան քայլերը, որովհետև չեմ ուզենա իհարկե վախացնել, բայց տրոմբը ունի մի հատ շատ լուրջ բարդություն, տրոմբի ծայրը երբեմն կարող է դառնալ շարժուն, աճել դեպի վեր, ծայրը պոկվել եւ անոթային համակարգով սրտի միջով հասնել թոքեր, առաջացնելով թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա եւ մինչեւ անգամ հանկարծամահություն։